Հայաստանի ռազմաքաղաքական անկախության հիմքերն արդեն ամուր են, ապրիլյան պատերազմն ավելի քան ամրապնդեց դրանք։ Այժմ ժամանակն է այդ հիմքերի վրա տնտեսություն, արդյունաբերություն եւ գիտություն զարգացնելու։ Մեզանից բացի ոչ ոք մեր ճակատագիրը ոչ էլ ապագան չի որոշելու, ոչ էլ դրա իրավունքն ունի։ Հանգիստ թողեք միջազգային հանրությունը, ողերին բարեկամներին եւ թշնամիներին ու անցեք գործի։ Այս ու այլ բաների մասին կուի պրոտեստ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում։ Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106.5 Ությամբ իր աշխատանքն է սկսում կուի պրոտեստ կամում է ձեռնտու հաղորդաշարը, տաղավարում աշխատում են Հայկու Հիմինեսյանը եւ հաղորդաշարի հեղինակ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Շեյինյանը, ողջույն պարոն Շեյինյան։ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք թե ինչպես պետք է հասկանալ քաղաքականությունը, շատ հաճախ մեր քաղաքացիները այս կամ այն հարցում նշում են, որ Մոսկվան թելադրեց, Վաշինգտոնը թելադրեց, այս սա զանգեց, նա զանգեց, հիմա փորձում ենք հասկանալ առհասարակ ինչպես են Հայաստանի վրա ազդում այս կամ այն ճնշումները եւ ինչպես է քաղաքականությունը գործում, մեխանիզմների մասն ենք այսօր խոսելու։ Շատ բարի, այսինքն ձեր հարցադրումը մեզ թույլ է տալիս, որտեղ մենք փաստորեն ունենք, ունկնդիր ունենք, չասենք ռադիո լսող, ունկնդիր ունենք եւ բավականին շատ եւ շատ համագիր, գուցե եւ կան նաեւ ոչ համագիրներ, շատ նորմալ էլի դա։ Ուրեմն եւ այստեղ մենք կարող ենք արդեն, այսպես ասեմ, փորձենք քաղաքականության շերտերի մեջ մտնենք, որտեղ ամեն մարդ չի որ մասնագետ է, ամեն մարդ չի որ այդ ներկայությունը կհասկանա։ Առաջինը մի բան արձանագրենք, որ քաղաքականությունը առասարակ մարդկային մտքի ստեղծագործական վերելքի բարձրագույն շերտերն է։ Դա թվում է առարկայական, կարելի զբաղվել բոլորով, ժողովրդով, ասենք լինել նաև ինժեներ, կենսաբան եւ այլն եւ քաղաքականության մասին լուրջ դատողություններ անել։ Անշուշտ սա դատաբարտելի չի, բայց դա անարդյունավետ քաղաքական գործընթաց է։ Հակառակ այստեղ երկու հանգամանք իրար հետ են խառնվում։ Առաջինը գիտությունն է, որտեղ դա օրինաչափություն է ուսումնասիրում, իր հետ ունենալով անպայման հոգեբանության անկալում, որտեղ մարդիկ են ուրեմն այդ գործող անձինք, գործիչներ, ուրեմն եւ աշխարհագրության լավագույն իմացություն, որտեղ առնվազն քաղաքականությունը տարածքի մեջ է իրականանում, դա լինի ֆիզիկական տարածք, օդ եւ այլն եւ այլն։ Ուրեմն երկու հանգամանք պիտի հաշվի առնենք, բայց քաղաքականությունը ի տարբերություն այլ գիտությունների վարպետություն է պահանջում։ Վարպետություն, ես այսպես կասեի, հայ մարդուն շատ ավելի հարազատ ընկալման իմաստով, ուրեմն դա ոսկերչական աշխատանքի նրբություն է պահանջում, որովհետև այստեղ շատ է բարձրանում ուրեմն նուրբ աշխատանքի որակը եւ այդ իմաստով քաղաքականությունը արվեստի մաս է, արվեստ է։ Ես ուզում եմ, որ մենք իմանանք այն նրբությունները, ինչ որ կա, քանի որ դա այդպես է, ուրեմն ինչ է ստացվում, ասում է օբյեկտիվ օրինաչափությունները, այն բնագավառների իմացությունը, ինչի մասին ասեցինք, բարձրացնեն արվեստի կատարելության մակարդակի։ Ովքեր են լավանում այդ գործը, ովքեր ունեն պետականության հզոր ավանդույթներ, անպայմանորեն, ասենք անգլիական քաղաքական, ուրեմն միտք, ինչու է կա նուրբ, գերմանական ինչու է կոպիտ եւ ուժային, ինչու ֆրանսիացիներին անհասկանալ է եւ այսպես քծելու արվեստը օտարել, ինչպես մեզ հետ են վարվել, բարի համար ներողություն եմ խնդրում, եւ ինչու ռուսական քաղաքականություն սապոկային է։ Իսկ մերը ինչ այն է, պարոն Շեյինյան։ Մերը ուրեմն ասեմ, եթե մենք վերադառնանք մեր պետականության ավանդույթներին, մեր քաղաքական պատմությունը ուրեմն իմանանք այնպես ինչպես եղել է, այլ ոչ այնպես ինչպես ներկայացվում է, ուրեմն կարող եմ ասել, որ համաշխարհային քաղաքականության լավագույն ավանդույթների շերտերի մեջ է, մինչև միջնադար, ինչի համար, որտեղ մեր աշխարհագրական դիրքը, մեր ֆիզիկական կարողությունները ստեղծել են բարդություններ եւ ես կարող եմ այսօր ասեմ զարման շատերի, որ մինչև այդ շրջան ճիշտ է Հայաստանը շատ հաջողություններ չի ունեցել, երբեմն օտարի գերիշխանության տակ է եղել, բայց այն շրջանները, որ ինքը ֆիզիկականով հաղթարել այդ բոլորը, նա կարողացել է բուֆերի դեր խաղալ։ Բուֆերի դեր խաղում են այն պետականությունները, որոնք վտանգավոր
ուրեմն հաշվեկշռի մեջ են, հավասարակշռում են միջավայրի ուրեմն զարգացումը։ Դա շատ ավելի դժվար է, քան սուբյեկտ լինելը։ Այստեղ բայց արդեն ուժի հարց է։ Պատկերացնում եք Հռոմի, Պարսկաստանի, ուրեմն Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական աշխարհի միացնող ու տարանջատող ուժը լինել, ստեղծել ուրեմն հավասարակշռություն, որը երբեմն ձգտում է Պյութագորյան ներդաշնակ աշխարհին։ Ուրեմն եւ այստեղ ինչու է մեր հաջողությունը այս իմաստով։ Չնայած գիտեմ, որ պիտի ասեմ, բա Լեոն գրել է կղերական դիվանագիտություն եւ այլն։ Ես միշտ ասել եմ, հիմա կրկնում, հայ պատմագրությունը շատ մեծ արատներ ունի եւ շատ է որը վարկապեկել ինչպես մեր անցյալ, այնպես եւ այդ ձեռքբերված արդյունքներ։ Համարձակում եմ ասեմ հետեւյալը։ Կա նաեւ դատողության հետեւյալ ձևը, որ թեորեմայի նման ոչ թե հաստատում, այլ լեմայի նման, որը ժխտելով է հաստատում երևույթը, որն է դա, որ այն ժողովուրդ առասարակ, ով ունի վաճառականական սովետական առևտուրը չի զգուշացնեմ, լավագույն ավանդույթներ, նա չի կարող չլինել լավագույն դիվանագետ, չի կարող, ինչու երկուսի արանքում էլ կամ գործողության սկզբունքների հիմնական մեխը սակարգությունն է, ինչպես կարող է լավագույն վաճառականական ավանդույթ ունեցող ժողովուրդը չունենալ լավ դիվանագիտություն, լավ քաղաքականություն եւ այլն։ Սա նշանակում է այս բաները պիտի հավաքել։ Ուրեմն ինչն է մեզ խանգարել Ինչն պատմության է խանգարել պետականության հետո ընդհատումը, այդ ավանդույթների կորուստը եւ նաեւ հայ ժողովրդի ուրեմն քաղաքական պատմության մեջ մի արատավոր կարծրատիպ ասեմ երևի ողբը։ Մենք երևի ես չգիտեմ, օրինակ համաշխարհային գրականության մեջ քաղաքական ուրեմն ֆիլիսոփայականը չկա, ուրեմն եւ մնացած ոլորտներում որ ողբի ավանդույթ լինի։ Մենք երկու ժանր ունենք, որը մշտական են, Քաչնազարի ավանդույթը եւ ողբի ավանդույթը։ Հասկանում եք, այսօր վերադարձնեմ հարցը։ Ես ձեզ մոտ բազմաթիվ անգամներ ասել եմ եւ այսօր համարձակվում եմ կրկնել, որ քառորյա պատերազմը, որը տարածքային որոշակի կորուստ ունեցել անխուսափ այսինքն սա խոսելու բան չի, բոլորը գիտեն արդեն, բայց խառնել է համաշխարհային քաղաքական դերակատարներից առնվազն երկուսի, առաջինը Ռուսաստանի, երկրորդը Թուրքիայի ստրատեգիական պլանները, եւ դա արել է հայ ուրեմն Արցախի պաշտպանական բանակը, եւ սա չտեսնել կուրորեն, անընդհատ հիմա մազոխիզմով վերածել այն ուրեմն փամփուշ չհասցնելուն, տանգի իբրև թե սարյարքան չլնելուն եւ այլն, այսինքն խառնել ստրատեգիական մտահղացումը, դրա հաջողությունը ուրեմն տակտիկական սխալների հետ անգազմագերվածության հետ անթույլատրել։ Այս բանը մեզ խանգարում է միշտ։ Տեսեք, եթերը լսված է ողբով։ Ճիշտ է, ողբերգական բան է եղել անհատական կյանքի իմաստով, բայց չէ որ այդ բանակը փրկել է Հայաստանի երկու պետականություններ եւ Ռուսաստանի կարող եմ ասել համարձակ Պուտինյան ստրատեգիայի հաղթական երթը տապալվել է Հայաստանում գործակցած ադրբեջանցիների եւ թուրքերի հետ պատասխանատու եմ ասածիս համար հիմա ասնեմ առաջ իսկ ինչպես հասկանանք դա մենք պարտավոր ենք ունենանք գլխավոր մի գիծ քանի որ քառորյա պատերազմը մեծ հաջողության որոշակի տեղ է հասցրել որն է դա անկախության սերունդը միանշանակորեն Հայաստանի ռազմաքաղաքական անկախության հիմքերն ամրապնդեց, սա պիտի լծվի տնտեսությամբ, հոգեբանությամբ եւ մնացած ամեն ինչով։ Այսինքն երկրի ներքին պոտենցիալով, որպես հաջողությունը առաջ գնա։ Եթե դա այդպես է, ուրեմն մենք պետք է այդ նրբությունները հասկանանք մի հարցադրումով, որ Հայաստանն այո, այսօր համաշխարհային քաղաքականության գոնե տարածաշրջանային չափումով գործոն է, իսկ ցեղասպանության ճանաչման փաստը աշխարհի խոշորագույն պետություններից եւ լավագույն գիտակրթական ավանդույթ ունեցող պետություններից մեկի Գերմանիայի կողմից ճանաչումը, որը նաեւ այդ հանցագործության մեղսագիծներից մեկն է, սա նշանակում է, որ ուրեմն քաղաքական իմաստ մենք նաեւ համաշխարհային քաղաքականության շերտերի մեջ ենք, այսինքն նաեւ ինչպես տարածաշրջանայինը կա նաև համաշխարհային։ Հիմա ինչ է պետք։ Ուրեմն այդ գործոնի դերը մեծացնել, ինչքան կմեծացնենք, այնքան մեր բարեկամները կշատանան, նույնիսկ ճուզեղները կշատանան։
Այստեղ մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր գլխավոր եւ տարօրինակ դաշնակիցը հաջորդի հանդեպ ունի վերաբերմունք, անշուշտ այդ բոլորի մասին շատ են խոսել, բայց հստակ իրենք էլ պիտի իմանան, որ մեզ չի բավարարում ենթակայի կարգավիճակը, ինչին նա անդադ ձգտել ու ձգտում է, օգտագործել հայոց ուժերը բացառապես իր շահերի համար։ Մենք, ես օրինակ անձամբ գտնում եմ, մենք Ռուսաստանի հետ պիտի ունենանք լայն ռազմաքաղաքական համագործակցություն, բայց որպես դաշնակիցներ, այստեղ բալանսը խախտված է։ Պետականության պայմաններում, եթե ժողովուրդը ինքին կարող էր մանիպուլյացիաներ անել եւ ներկայացնել այդ բոլորը, հիմա մեր կողմը պիտի լինի, մեր համար աշխատանքը այդ համագործակցությունը պիտի դարձնի ռազմավարական, իրական եւ հաշվեկշռի մեջ բերի հավասարակշռության։ Հիմա ինչպես կարելի է սա անել։ Դժվար հարց է, բայց ուղեղի ոնց ասեմ, հայրենանվիրության եւ պետական շահի գիտակցում է։ Պետական շահի, ոչ կորպորատիվ։ Հիմա այստեղից առաջ ես ուզում եմ վերադառնամ արդեն ձեր հարցին, ինչպես հասկանանք։ Խոշոր տերությունների կողմից տարածված է, որ քաղաքականությունը դա շախմատ է։ Եվ դա Քերզոնից է գալիս։ Անգլիացի հայտնի Քերզոնից, որը ուրեմն Անգլիայի փոխարքաններ եւ այդ շրջանառության տրեց մեջ այդ բանը։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան, թեման կշարունակենք, հարգելի ռադիո լսողներ, լուրերի կարճ թողարկումից հետո բոլոր նրանք, ովքեր մեզ հետևում են YouTube-ի մեր ալիքում, այս սղման անմիջապես ներքևի հատվածում կտեսնեն հաղորդման երկրորդ հատվածը։ Մնացեք մեզ հետ։